Ինչ անում Փաշինյանը, ասում է մեր համար ամենակարևոր Ալիևի հետ հարաբերություններն են։ Եկեք ոչ մի կերպ այդ հարաբերությունները չփչացնենք։ Ինչի համար է իր համար կարևոր Ալիևի հետ հարաբերությունները։ Խաղաղության ոչ, իր իշխանությունը վերարտադրելու։ Իր համար Ալիևը այսօր այն մարդն է դարել, որը որոշում է ինքը կարողանա իր իշխանությունը վերարտադրել թե չէ։ Ալիևը այդ սահմանին մի երկու տեղ կրակի, այդ ամբողջ միֆը խաղաղության փլվելու է։ Իդեպ փլվել է արդեն նաև այս դատավճիռներով։ Այս դատավճիռները ցույց են տալի, որ խաղաղությունը կեղծիք է։ Կեղծիք է, ուղղակի փորձում են նորից եմ ասում այդ պատրանքը ստեղծել, բայց հենց գալիս է իրական գործողությունների, մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը ոչ մի խաղաղության մտադրություն չունի։ Ընդհակառակը հող է նախապատրաստում ապագա ագրեսիաների համար, այլապես Ալիևը այն միջազգային լրագրողներին չէր ասի, որ հայերը նացիստներ են։ Դա հող է նախապատրաստում հետագա պատերազմների համար։ Դե Ալիևը ժամանակին հայտարարել է, որ ինչի տանկերով գնանք, եթե կարելի է խաղաղ մեքենաներով կամ քայլելով։ Իսկ մեքենաներով կամ քայլելով Հայաստանը կարելի է գրավել միայն անողնաշար իշխանության դեպքում, որը մենք ունենք այսօր։ Պարոն Չալաբյան, ասում եք մենք պետք է ապահովենք մեր անվտանգությունը, հա, ռազմական առումով եմ նշում, հասկանալի է բանը, գուցե նաև ուրիշ բաներ եք նախատեսում, բայց որքանով է հնարավոր առանց ռազմավարական գործընկերոջ ապահովել այդ խաղաղությունը եւ տվյալ պետության անվտանգությունը։ Այո, այսօր մենք գտնվում ենք աշխարհաքաղաքական այնպիսի իրողություններում, որ միայնակ տվյալ պետությունը պատերազմի դեպքում, չգիտեմ, իմ կարծիքով դժվար թե հա կարողանա օրինակ դիմակայել։ Մենք գիտենք, որ մեր թշնամին մենակ չէ, քանի պետություններ են նրան սատարում եւ օժանդակում եւ ինչպիսի ռազմական օգնություն են նաեւ տրամադրում ընդհանուր միջև վարձկաններ, հա, կներեք, որ ընդհատում եմ։ Ժամանակին Ռուսաստանն էր մեր ռազմավարական գործընկերը այդ առումով եւ այս իշխանությունները ամեն ինչ արեցին, որպեսզի Ռուսաստանի հետ կապերը խզեն։ Դեռևս միայն տնտեսական կապերն են պահպանվում, ռազմականը խզվել է ընդհանուր միջև զենք գնելուց հրաժարումը։ Հիմա ձեր թիմը ինչպես է պատկերացնում այդ Հայաստանի Հանրապետության անվտանգությունը, ռազմական անվտանգությունը եւ հզորությունը հնարավոր է առանց ռազմավարական գործընկերոջ։ Եթե հնարավոր չէ, ում եք պատկերացնում այդ դերում։ Տեսեք, իմ ասածից բնավ պետք է հետևություն անել, որ մենք կարծում ենք, որ մեր անվտանգությունը պետքա ապահովի, այո, միայն մեր ուժերը, ոչ։ Երբ որ մենք ասում ենք, որ մեր անվտանգությունը պետքա հենվի ուժի վրա, ուժի երկրորդ բաղադրիչը դա ռազմավարական դաշինքներն են։ Առաջի բաղադրիչը սեփական պաշտպանական կարողություններն են, երկրորդ բաղադրիչը դա ռազմավարական դաշինքներն են։ Եվ այստեղ, այո, մենք տեսնում ենք մի իրողություն, երբ որ Փաշինյանը ըստ էության ռազմավարական դաշինքը Ռուսաստանի հետ այս ընթացքում կազմալուծել է։ Հիմա Փաշինյանը ինքը պնդում է, որ դա Ռուսաստանն է մեղավոր։ Հիմա տեսեք, մենք չենք ուզում մտնենք այդ հարցի մեջ, Ռուսաստանն է մեղավոր, թե Փաշինյանն է մեղավոր, թե երկու կողմն էլ մեղավոր են։ Ամեն հավանականությամբ Մեղմ ասած երկու կողմն էլ կարելի է ներկայացնել որոշակի մեղադրանքներ, հա, եւ եղել են որոշակի գործողություններ, որի արդյունքում վստահությունը խախտվել է։ Բայց հիմա մենք հարց ենք տալի մեզ։ Հիմա դեպի ապագա, եթե մենք գնում ենք, կարող է Իրան Հայաստանը թույլ տալ չգտնվել ընդհանրապես որևէ ռազմավարական դաշինքի մեջ։ Կարող է դա թույլ տալ, թե չէ։ Մեր գնահատման ոչ, որովհետեւ այն պայմաններում, երբ որ մեր կողքը կա ոչ թե Ադրբեջանը, որը իմ կարծիքով այդքան քրիտիկական չի, ինչքան Թուրքիան պետք է ունենա հակակշիռ։ Թուրքիային կարա հակակշռի այն ուժը, որը կամ ունի համապատասխան ռազմական կարողություն, կամ Թուրքիայի վրա ունի այն կարգի քաղաքատնտեսական ազդեցություն, որ Թուրքիան ստիպված է լինում նրա հետ հաշվի նստել։ Հիմա եթե մենք այդ ռազմաբանությամբ ենք գնում, ապա մեր ռազմավարական դաշնակիցը կամ պետք է լինի Ռուսաստանը, կամ պետք է լինի Չինաստանը, որ մի քիչ բարդ բան եմ ասում, բայց տեսականորեն կարելի է նույնիսկ այդպիսի վիճակ պատկերացնել, որովհետև Չինաստանը Ռուսաստանից էլ մեծ ռազմական կարողություն ունի։ Մենք ուղղակի երբեք դա չենք դիտարկել։ Բայց Թուրքիայի վրա ազդեցություն ունի այդպիսի Չինաստանը։ Չէ, բայց ասենք պատկերացրեք ռուսական բազայի փոխարեն չինական բազա լիներ։ Կարար չէ, մի քիչ հիպոթետիկ վիճակ եմ ասում, բայց կարա տենց բան լինի։ Եվ կամ մյուս տարբերակը, որ դա լինի Միացյալ Նահանգները, որը եւ ռազմական ուժին ունի եւ իդեպ Թուրքիայի վրա շատ մեծ ազդեցություն ունի, հա։ Այդ տարբերակներից մեկը պետք է նյութականացվի, այլապես մենք անընդհատ խոցելի վիճակում ենք գտնվելու Թուրքիայի նկատմամբ։ Ես ինքս անձամբ եւ Հայկվեն ընդհանրապես կարծում եմ, որ մենք պետք է գործենք հայկական շահից ելնելով եւ ոչ թե ի սկզբանե ասենք լավը Ռուսաստանն է, Ամերիկան վատը, կամ Ամերիկան լավն է, Ռուսաստանը վատն է։ Չէ, մենք պետք է տեսնենք, որ կողմն է մեր համար
ամենաերկարաժամկետ, ամենախորքային, ամենառազմավարական ինչ-որ իմաստով, նաև արժեքահեն տարբերակը առաջարկում։ Եվ այդ տարբերակը պետք է դրանից հետո ընդունել։ Մենք չենք կարող ունենալ մի վիճակ, երբ որ մեղմ ասած ոչ մեկ մեր առաջ պատասխանատվություն չի ստանձնում։ Բայց որպեսզի որևէ մեկը մեր առաջ պատասխանատվություն ստանձնի, դա կլինի Ռուսաստանը, Չինաստանը, թե Միացյալ Նահանգները, որոնք ի դեպ աշխարհի 3 խոշորագույն ռազմական գերտերություններն են, հա։ Դրանցից մեկը, դրանցից յուրաքանչյուրը պետք է սեփական շահ ունենա նաև։ Իսկ սեփական շահը, այդ կողմերի սեփական շահը դու կարող ես ապահովել մենակ մի դեպքում, եթե դու ինքդ տեղից ուժեղ ես։ Տեղից ուժեղ ես։ Ես դրա օրինակ մի քանի հետաքրքիր օրինակներ ձեզ ասեմ, էլի, որ մենք նայում ենք աշխարհում ինչա տեղ ունենում։ Իսրայելի հիմնական ռազմավարական գործընկերը Միացյալ Նահանգներն են։ Ու մենք տեսնում ենք, որ այսօր Միացյալ Նահանգները հսկայական ռազմական հզորություն են կուտակել Իրանի շուրջը եւ ցամաքային եւ ծովային Իսրայելը պաշտպանելու համար, որովհետեւ ամբողջ խնդիրը դրանն է, որ Իրանը կարող է ձեռք բերի միջուկային զենք, այդ միջուկային զենք օգտագործի Իսրայելի դեմ։ Եվ այդ թեմայի շուրջն է, որ տեղի են ունենում բոլոր այս զարգացումները Իրանի շուրջը եւ Միացյալ Նահանգները հսկայական, այսպես ասած, խաղադրույք են դրել, հսկայական։ Ավիակիր երկու միավորումներ, որոնք պետք է պատկերացնենք, էլի, դա ամեն մեկը 10 հսկայական ռազմանավ է, որոնցից մեկը ավիակիր, հա։ Ցամաքային բազաներ, հոբ միջոցներ են բերվել, մատակարարման հսկայական ցանցեր են կառուցվել եւ այլն, մենակ այդ մի նպատակով Իսրայելը պաշտպանելու։ Հիմա ուրիշ օրինակ ձեզ բերեմ։ Բայց հակառակ կողմից է Ռուսաստանն է, չէ՞։ Չէ, բնական է, բնական է։ Հիմա ուրիշ օրինակ ձեզ բերեմ։ Հակառակ կողմից Ռուսաստանն ու Չինաստանն։ Վերցնենք Հյուսիսային Կորեան։ Հյուսիսային Կորեան ինչ-որ իմաստով տարօրինակ պետություն է, բոլորս հասկանում ենք, հա, որ դա բռնատիրություն է, որ բավական աղքատ է նաև եւ այլն։ Բայց Հյուսիսային Կորեան Չինաստանի առանցքային դաշնակիցն է։ Ավելին Հյուսիսային Կորեան ըստ էության այս տարիների ընթացքում կարողացել է սեփական միջուկային զենք ստեղծել։ Եվ Չինաստանը մշտապես իրան պաշտպանում է, նաև Ռուսաստանն էլ է պաշտպանում։ Մենք տեսանք ինչպես Հյուսիսային Կորեայից կոնկրետ զորք եկավ Ռուսաստանի համար կռվեց, երբ որ պետք էր։ Այսինքն տեսնում եք այդ բաները դաշնակցային հարաբերությունները երկկողմանի են։ Երբ որ պետք եղավ իրանք եկան Ռուսաստանի համար կռվեցին, բայց հասկանալի է, չէ՞ որ եթե Հյուսիսային Կորեային սպառնալիք լինի, Ռուսաստանն ու Չինաստանն էլ նրան կպաշտպանեն։ Այսինքն մենք հայերս միշտ մտածում ենք դաշնակցային հարաբերությունների մասին միակողմանի։ Մենք մտածում ենք, որ ինչ որ մեկը մեզ պետքա պաշտպանի։ Դաշնակցային հարաբերությունները միակողմանի չեն, դաշնակցային հարաբերությունները բազմակողմ են։ Դու իրան պետքա պաշտպանես, ինքը քեզ պետքա պաշտպանի։ Մենք դա տեսնում ենք օրինակ ՆԱՏՕ-ի շրջանակներում։ ՆԱՏՕ-ի շրջանակներում բոլորը բոլորին պաշտպանում են։ Հա, հասկանալի է, որ Միացյալ Նահանգները շատ ավելի հզոր են, քան ՆԱՏՕ-ի ցանկացած անդամ։ Բայց նոտեն բոլորը բոլորին պաշտպանելու պարտավորություն ունեն։ Մենք նույն կերպ պետք է մտածենք մեր մասին, այսինքն մենք միշտ պետք է մտածենք, եթե ինչ-որ մեկը մեր դաշնակիցն է, ոչ միայն մեր դաշնակիցն է մեզ պաշտպանում, մենք էլ մեր դաշնակիցին ենք պաշտպանում։ Եվ այդ իմաստով այն քաղաքականությունը, որը իրականացրել է այս ընթացքում Փաշինյանը, փակուղային է, որովհետև դու ոչ մեկին չես պաշտպանում։ Ոչ մեկ քո վրա չի կարող հույս դնի, որովհետև դու ամենաանհուսալի, ամենաանվստահելի բանն ես դառել, կողմն ես դառել, որը անընդհատ ինչ-որ խաղեր է խաղում, վերջի խաղը ձեզ ասեմ, էլի, ասենք օրինակ Փաշինյանը այն ամբողջս ընթացքում օգտվել է եվրոպական աջակցությունից։ Հետո դուք տեսաք, որ Տրամպը ստեղծեց այսպես կոչված խաղաղության այդ բանը, խորհուրդը։ Այո։ Եվրոպական ոչ մի խոշոր երկիր չի մտել խաղաղության խորհրդի մեջ։ Ոչ մի, ոչ կարծեմ Ադրբեջանը չմտավ հրաժարվել։ Ոչ Բրիտանիան ա մտել, ոչ Ֆրանսիան, ոչ Գերմանիան, չէ՞։ Փաշինյանը վազը գնացել է խաղաղության խորհուրդը։ Հարց, եթե եվրոպացի դաշնակիցները քո եվրոպացի դաշնակիցները, որոնք քեզ աջակցում են ամբողջ ընթացքում, դրան լուրջ չեն վերաբերվում։ Վերաբերվում են դրան որպես Միացյալ Ազգերի կազմակերպություն ինչ-որ իմաստով կազմալուծելու, կազմաքանդելու, թուլացնելու միջոց։ Դու ինչ ես վազում գնում այնտեղ։ Խաղաղություն բառը լսել երևի գնացել է պարոն Չալաբյան։ Որը նույնից եմ ասում էլ ցույց է տալի, որ Փաշինյանի դեպքում մեր արտաքին քաղաքականությունը, մեր դաշնակցային քաղաքականությունը իր տակը լուրջ ռազմավարական խորհրդություն չունի։ Պահային է շատ, իրավիճակային է, ռեակտիվ է, այսպես ասած, հա, որով դու չես կարող երկրի անվտանգությունը ապահովես։ Ուզում ես անվտանգությունը ապահովես, նախ պետք է բոլորի հետ ունենաս նորմալ աշխատանքային գործնական հարաբերություններ, երբևիցե խաղաքարտ չդառնաս իրանց խաղում եւ ընտրես ով է, այո, քո ռազմավարական դաշնակիցը, որովհետեւ ռազմավարական դաշնակից բոլոր դեպքերում մեր դեպքում պետք է։